Մի մարդ Երուսաղեմից Երիքով էր իջնում և ընկավ ավազակների ձեռքը, որոնք նրան մերկացրին, վիրավորեցին և կիսամերկ թողեցին ու գնացին։ Պատահեց, որ մի քահանա նույն ճանապարհով իջնում էր։ Նրան տեսավ և թողեց անցավ։ Նույնպես և մի ղևտացի նույն տեղով անցնելիս տեսավ և թողեց անցավ։ Մի սամարացի, որ ճանապարհորդում էր, նույն տեղով եկավ նրա մոտ և տեսնելով նրան գթաց։ Եվ մոտենալով կապեց նրա վերքերը, վրան ձեթ ու գինի լցրեց և նրան իր գրաստի վրա դնելով տարավ մի իջևան և խնամեց նրան։ Եվ հաջորդ օրը, երբ դուրս էր գալիս այնտեղից, հանեց իջևանատիրոջը 2 դահեկան տվեց և ասաց. «Խնամիր նրան և ինչ որ ծախսես դրա վրա, իմ մյուս անգամ գալուն կհատուցեմ քեզ»։ Արդ ըստ քեզ այդ երեքից որը մերձավորի պես վերաբերվեց նրան, որ ավազակների ձեռքն էր ընկել։ Մի մարդ Երուսաղեմից Երիքով էր իջնում և ընկավ ավազակների ձեռքը, որոնք նրան մերկացրին, վիրավորեցին և կիսամերկ թողեցին ու գնացին։ Պատահեց, որ մի քահանա նույն ճանապարհով իջնում էր։ Նրան տեսավ և թողեց անցավ։ Նույնպես և մի ղևտացի նույն տեղով անցնելիս տեսավ և թողեց անցավ։ Մի սամարացի, որ ճանապարհորդում էր, նույն տեղով եկավ նրա մոտ և տեսնելով նրան գթաց։ Եվ մոտենալով կապեց նրա վերքերը, վրան ձեթ ու գինի լցրեց և նրան իր գրաստի վրա դնելով տարավ մի իջևան և խնամեց նրան։ Եվ հաջորդ օրը, երբ դուրս էր գալիս այնտեղից, հանեց իջևանատիրոջը 2 դահեկան տվեց և ասաց. «Խնամիր նրան և ինչ որ ծախսես դրա վրա, իմ մյուս անգամ գալուն կհատուցեմ քեզ»։ Արդ ըստ քեզ այդ երեքից որը մերձավորի պես վերաբերվեց նրան, որ ավազակների ձեռքն էր ընկել։